Օրերս գործարար Սամվել Կարապետյանը Երևանի 2807-ամյակին ընթառաջ ԱԱԾ մեկուսանից ուղերձ էր հղել, այս անգամ անդրադառնալով Երևան քաղաքի խնդիրներին։ Նա նշել էր, որ Երևանն իր հարմարավետությամբ, էկոլոգիայով զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։ Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական եւ առողջապահական կենտրոն, հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով եւ բարձրակարգ բժշկությամբ։ Երևանը դարձնելու ենք համահայկական մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու եւ աշխատելու համար հարմարավետ քաղաք, գրել է Կարապետյանը։ Իսկ թե ինչ խնդիրներ ունի Երևանը, բարձել ենք մեր ձևով շարժման անդամ Աշոտ Մարկոսյանի հետ։ Ունենք բազմաթիվ վթարային շենքեր եւ գտնվելով սեյսմիկ գոտում Երևանը պետք է ունենա բարձր սեյսմիկայուն շենքեր, որոնք այս պահին մենք ունենք բազմաթիվ շենքեր, որոնք չեն համապատասխանում այդ չափանիշներին։ Պարոն Կարապետյանի նշած խնդիրներից մեկը հենց վերաբերում է շենքերին, որոնք պետք է վերակառուցվեն, ստանան նոր տեսք, նոր Երևանին հարիր տեսք։ Մարկոսյանի խոսքով Երևանը բախվում է նաև լուրջ էկոլոգիական խնդիրների, մասնավորապես օդի աղտոտվածության ու փոշու մակարդակի բարձրացման։ Ինչն է խնդիրը, այստեղ առաջինը կարող եմ նշել աղբավայրի հարցը, որը որ օրինակ Նուբարաշեն համայնքում մշտապես այդ արտանետվող գազերը խաթարում են այնտեղի օդի որակը, խաթարում են օդի որակը, իսկ Երևանում ընդհանուր, երբ շատ ժամանակ մենք տեսնում ենք այրվող աղբավայր, որը որ չի թողնում շնչել մեր երևանցիներին։ Մարկոսյանը նաև նկատում է մեքենաների արտանետումները եւս բացասաբար են անդրադառնում էկոլոգիայի վրա։ Խնդիրը կայանում է նրանում, որ դրան պետական վերահսկողություն չկա։ Շատ մեր քաղաքացիներ իրենց մեքենաներից հանել են կատալիզատորները եւ այժմ մեքենաներից մեծ մասը շահագործվում են առանց դրանց։ Դա եւս շատ լուրջ խնդիր է, որը որ անդրադառնում է մեր բոլորի առողջության վրա։ Հարցին, թե ինչպես է մեր ձևով շարժումը լուծելու առկա խնդիրներն ու քաղաքը դարձնելու այնպիսին, ինչպիսին պատկերացնում է Սամվել Կարապետյանը, Մարկոսյանը պատասխանեց. Քանի որ շարժումը, ինչպես նշել ենք, կամավորական ժողովրդական շարժում է, մենք խորհրդակցում ենք շատ տարբեր մասնագետների հետ, այդ թվում նաև ուրբանիստիկայի գծով մասնագետների հետ, եւ պետք է առաջարկենք Երևանի համար այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն մարդկանց համար կյանքի բարձր որակ մեր քաղաքում։ Մենք մշակելու ենք տարբեր մասնագետների հետ խորհրդակցելով Երևանի զարգացման հայեցակարգ, որը պետք է ներառի այս բոլոր խնդիրների, ես ուղղակի մի քանիսը նշեցի, բայց այդ խնդիրները բազմաթիվ են, պետք է ներառեն այդ հայեցակարգը, պետք է ներառի բոլոր խնդիրների հնարավորինս ամբողջական լուծումների փաթեթ։ Հունիսի 17-ին գործարար Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն, ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Այս հայտարարությունից հետո նա կալանավորվեց 2 ամսով, որի ժամկետը լրանալուն պես օգոստոսի 15-ին կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով։